Գորգինին Նարեկի մասով։ Երևի հարցերով Ձեր կարծիքն Եվրոպայի խորհրդի լրագրողների մակարդակի տարածած հայտարարությունը ինչ ազդեցություն կարող է ունենալ այս գործընթացի վրա եւ նրանց պահանջը, որ տեղեկատվություն տրամադրի կառավարությունը եւ կառավարությունը արդյոք կտրամադրի։ Քանի որ երբեմն մենք էլ ենք լսում ու հարցերը շատ չեն լսում, դրա համար փորձենք կարճ վերարտադրել նոր պատասխանել, հարցը նրա մասին էր, թե ինչ դերակատարություն կունենա Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության արտակի այս քննադատությունը չէ, արձագանքը, այսպես ասենք, եւ արդյոք կառավարությունը իրեն սահմանված ժամկետում, եթե չես խանում, ինչ մարդ չէ, կպատասխանի թե ոչ, երևի թե դուք ասես որպես այդ արտակի մասնագետներ։ Լավ, կարճ ես ասեմ, պատասխանի թե չի պատասխանի, ես անկեղծ ասած այս արձագանքները դիտում եմ ոչ միայն եւ ոչ այնքան ֆորմալ իրավական տեսանկյունից, որ կա պարտականություն ինչ է մարդը պատասխանել, այլ որպես մտածելու առիթ, այն որ հայտնի մեր սերունդի շեյթրասն ինֆորմացիա ռազմիչլին, ինչ անել, արդյոք շարունակել այս խայտառակ հետապնդումը, շարունակել խայտառակվել, թե փորձել օրինակ լուծումներ գտնել ազատության իրավունքի մասով, քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, կտեսնենք, ամեն դեպքում ես չեմ բացառում նաև, որ սա լրացուցիչ գլխացավանքներ կբերի այս իշխանությունների համար, որոնք որ պետք է ասենք, որ ինչքան էլ չի երևում հրապարակային, այնուհանդերձ ես մի քիչ բացառում եմ, էլի, որ այդ մարդիկ, ովքեր որ տասնամյակներ շարունակ իրենց ողջ գործունեությունը կառուցել են արժեքների վրա հիմնված, ինչպես այդ մարդամեկը սիրում է ասել, արժեքահեն ձևով, հիմա մեկ էլ մի անգամից այդ 180 աշճանով փոխվել։ Այդպես չի լինում։ Ոնց էլ չլինի, փակ դռների հետևում սրա մասին կարծում եմ խոսեն, ինչ որ հարցեր կբարձրացնեն։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ մինչև մարտ ամիսը ենթադրում եմ, այս իշխանությունները պետք է փորձեն այնպես անել, որ ոչ թե պատասխանելու անհրաժեշտությունը լինի, այլ պատասխանեն, որ խնդիրը վերացվել է։ Ես կարծում եմ, որ այսպես մտածելը անիրատեսական չէ։ Այսքանը։ Դուք ամեն դեպքում ասում եք, հասնային է, որ նույն հոդվածով նորից տղաները նախադրվում են, նախորդ դեպքում այսպիսի սահմանափակումներ չեն եղել եւ այսպիսի բռնի ուժով, ընտանիքին այսպես ահաբեկելով, տեսարներ ապահովելով չեն տեղափոխել տղաների ձերբակալման վայր։ Ձեր կարծիքով այս ուժ գնանալու բաները, այդ ռեպրեսիա, եթե այսպես բնութագրեն, ինչով է դա պայմանավորված եւ երկրորդը, չմոռանանք, որ մեր գործընկերներից մեկը ակնարկել էր, տեղեկացրել էր տղաներին ձերբակալելու իշխանական մտադրության մասին, որ իդեպ նախորդել էր Սերժ Սարգսյանի հարցազրույցին։ Նախ ձեր կարծիքով ինչ էին ակնկալել, որ այդպես մի հատ հասկացրել էին, որ ձերբակալելու են, կամ արդյոք փորձել են կոմունիկացիայի մեջ մտնել տղաների հետ, արդյոք ինչ-որ փորձել են պայմաններ առաջ քաշել, ինձ թվում է նաև պատասխանի, որովհետև փաստ է, որ Ալենի հերթական արարը դա ամենավերջին արարն էր, որ հետագայում տղաները հայտնվեցին բանտում։ Եվ Աստղիկը ներողություն օգտվելով իրավունքից, Աստղիկը, որ գործընկերներին այսպես ներքորեն կոչել է անում, ինչ ակնկալիք կա գործընկերներից, որտեղ մի գործընկեր ես եմ եւ բոլորը այստեղ են, բոլորը չասեմ, բայց ես մասն այստեղ են։ Ինչ ակնկալվում, որտեղ այդպես ասում եք, պետք է հասկանաք, որ հաջորդը դուք եք։ Սկսեմ վերջից երևի, ես շատ շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, մեր բոլոր միջոցառումները ակտիվ լուսաբանվել են, բոլոր ակցիաները, բոլոր հայտարարությունները, առանց բացառության բոլորին շնորհակալ եմ, ովքեր մեզ այս ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել։ Ակնկալիքս այն է, որ հնարավորության սահմաններում շարունակվի բարձրաձայնվել, որ Հայաստանում կան երկու կալանավորված մեդիագործիչներ։ Հենց մենք դադար ենք խոսել սրա մասին, այդ մարդկանց թիվը ավելանալու է։ Սա այս մասով։ Ինչ վերաբերվում է այդ ձերբակալման քրեական գործի, նոր քրեական գործերի մասին մամուլում տարածված հայտարարությանը մենք դրան ծանոթացել էինք, ընդ որում ասեմ, որ մեր նկատմամբ ճնշումները այնպես չի, որ այդ հայտարարությամբ սկսվեց
օրինակ ես քրեական գործով կավարտվի, չէ։ Անտիֆեյքի սկզբնավորման պահից անտիֆեյքի հետ կապված, Նարեկի քաղաքական ակտիվ գործունեության պահից Նարեկի հետ կապված, Վազգենի ակտիվ հանրային քաղաքական գործունեության հետ կապված, Վազգենի հետ կապված, այդ ռիսկը միշտ եղել է բանտարկվելու իշխանությունների կողմից։ Ռիսկը մենք ամեն օր ենք տեսնում, մենք էլ ենք զգում դա։ Բայց ինչով է դրսևորվում, օրինակ Վահե Մակարյանի միջոցով այդ ազգակը փոխանցելուց հետո այդ հայպրեսիան ինչ-որ ակնարկ, հաշվարկ, Կարծում եմ լրագրողում ունեցել է ինֆորմացիա, հրապարակել է դրա մասին։ Բայց այն, որ կա այդ վտանգը ամեն վայրկյան, դա մեզ համար ոչ մի վայրկյան չի դադարել։ Դրանով է պայմանավորված նաև, որ մենք հատուկ այդ դիսկլեյմերը, որի մասին խոսեց պարոն Մելիքյանը, ծանոթումը մշտապես ոդքասթի վերջին մի քանի ամիսների ժամանակահատվածում հրապարակել ենք, ծանոթել ենք մարդկանց, որ հետո չգան ասեն, այսի արդեն խուլիգանություն չի, սպառնալիք է եւ այլն։ Այսինքն խոսքի հետ կապված, Նարեկին Վազգենին լրացնելու հետ կապված ցանկացած քրեական գործ կարող է հարուցվել։ Դրանով էր պայմանավորված, որ Նարեկը, եթե թույլ կտակ, բացահայտեմ դա, չնայած եթերում էլ դրա մասին խոսվել է։ Միշտ եթերից առաջ քննարկում էր ունենում պարոն Մելիքյանի հետ։ Իրանք քննարկում էին տարբեր իրավաբանական թեմաներ, թե այս մեր խոսքը եթե սենց ասեն, դա ինչ հոդվածի տակ կտեղավորեն։ Այսինքն այնքան աբսուրդի աստիճանը մեծ ա եղել եւ նախին քրեական հետապնդումների դեպքում եւ վերջին կալանավորմամբ դրսեւորված 9-ի դեպքում եւ 9-ի ես 2-ի դեպքում այնքան աբսուրդի աստիճանը մեծ ա, որ տղաները դա հստակ գիտակցել են եւ հնարավորինս ամեն ինչ արել են զերծ մնալու տարատեսակ հետապնդումներին սենց օբյեկտիվ իրավական հիմքեր դնելու հնարավորությունից եւ իրենց խոսքում ամեն ինչ արել են, որպեսզի չլինի հերթական քրեական գործը, հերթական կալանավորումը, բայց այս խոսքը ինչպես Լուսինեն ասաց, այս իշխանությունը վախենում է խոսքից վախեցող իշխանություն է։ Ինչ վերաբերվում է խոսել, պայմանավորվել, բացառվում է նման բան, որ իրենցից կոնտակտ լիներ կամ տղաները որևէ ձևով կոնտակտի դուրս գան, դա պարզապես բացառվում է։ Ստեղից մշտապես հնչել է ամենասուր ծայրահեղ քննադատությունը, միշտ տղաները քննադատել են բոլոր այն գործիչներին հրապարակային, ովքեր որ ձեռք են սեղմել այս իշխանության ներկայացուցիչների հետ, եւ դա բացառվում է մեր դեպքում, որ որևէ օր դա հնարավոր կլինի իրականացնել։ Գուցե երբ որ Նիկոլ Փաշինյանը կալանավորված լինի ՀԿՀ-ներից մեկում եւ մենք իրեն տեսակցենք, այդ ժամանակ գուցե ձեռքը սեղմենք, հարցնենք, ինչպես է, չգիտեմ, այն ժամանակ ինչ կարգավիճակ ունենամ, փաստաբան կլինեմ, չեմ լինի։ Ամեն դեպքում միայն այդ տարբերակով է երևի հնարավոր ձեռք սեղմել։ Բայց հարցը նրա մասին էր, թե օրինակ դրդապատճառները, կալանքի, դա Սերժ Սարգսյանին ուրեմն եթե տրամադրելն է նրան հարթակ տալն է շփվելու, թե իրականում էնա որ կարելի է իրականում հենց այդ խոսքերն էին, որոնք հնչեցին։ Եվ չմոռանանք, մինչ այդ էլ իդեպ Պալեն ասել է, որ նեղացել է, որ իրան կողմին են մտել։ Ուրեմն նախորդ քրեական գործի նախորդ անգամ երբ որ քրեական գործ հարուցվեց, պարոն երրորդ նախագահի հետ չէր եղել հարցազրույց, այսինքն դա կարող էր պատրվակ լինել, բայց այն, որ իշխանության ներկայացուցիչները հիստերիկ նոպայի մեջ էին ընկել Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո, դա էլ ակնհայտ է, ընդ որում ռեժիմի պարագլխի գլխավորությամբ, երբ որ 7 ժամանոց փոդքասթից րոպեներ անց սկսել էր Facebook-ում ստատուսներ գրել, չգիտեմ, արդեն թիվն էլ անհասկանալի է, թե քանի հատ։ Իհարկե դա հավանաբար իրանց ավելի սենց սրել էր, իրանց նյարդային վիճակները, երբ որ ստեղ հնչում է սուր քաղաքական քննադատություն, երբ որ փոդքասթի հարթակը բարձրանում է նոր լեվելի եւ հյուրընկալում է նախագահի, եւ երբ որ փոդքասթի ընթացքում հնչում են երրորդ նախագահի շուրթերից այնպիսի արտահայտություններ, որոնք բացահայտում են այս իշխանությունների դավաճանական կեցվածքն ու գործողությունները, իհարկե դա կարող էր առիթ հանդիսանալ այդ իրանց նոպայի մեջ ընկնելու հերթական դրսևորման համար։ Բայց դրանք ընդհանրապես ենթադրություններ են, որոնք կյանքի իրավունք ունեն, թե իրենց գլխում ինչ է կատարվում, ոչ ոք չի կարող ուշադրել։ Հետույքը ոչ մի կապ չունի։ Մի ասեք այդ բանը։ Հա։ Մի ասեք։ Այս բաներ մի ասեք։ Ստեղ է Կանե տեխնիկան կտանը։ սա օջախ է։ Բայց ներողություն ես կուզեմ շատ կարճ արձագանքել, ներողություն եմ խնդրում, ստեղ մի շատ կարևոր բան կա։ Իմ պատկերացմամբ խնդիրը նաև այն է, որ տղաները ցույց տվեցին, որ առաջի հիմնեմնի գործով իրենց նկատմամբ այս հետապնդումները ավելի մեծ լսարանի բերեցին։ Հիմա սա էր պատճառը, որ երկրորդ հիմնեմնիով պարզապես
փակման ուղղված քայլեր կատարվեցին։ Իսկ ես տեսնում եմ նաև ինչու ոչ, ես էլ բարձրաձայն ասեմ, իմ անձնական կարծիքն է, չգիտեմ ով կիսում, ով չի կիսում, քաղաքական process-ներ են արժևում։ Իսկ ինչի այդ քաղաքական process-ներից առաջ վնաս չտալ, լռեցնել, ինչ որ ժամանակով փակել մարդկանց, որոնք որ ունեն հանրային որոշակի լսարան, նրանց խոսքը շատերը լսում են, տեսնում են, որ համենայն դեպս այն ձևաչափը, որ ընտրված է ոդքասթին, որում լայվ ոդքասթի, իմ կարծիքով ընդդիմադիր սեգմենտում համենայն դեպս նման նորից ասեմ լայվ ոդքասթի նման համարժեք ես չեմ իմանում։ Այսինքն այս ամեն ինչը այն գործոններն են, որոնք որ վտանգավորի առաջի մակարդակի ոնց է ասում, առաջի մակարդակի վտանգի ինչ որ որոշում են երևի իրանք էլ կայացրել տղաների հետ կապված եւ ոդքասթի հետ կապված եւ դա էր պատճառը, որ ակնհայտ էր, որ թիրախը ոչ միայն տղաներն են այս անգամ, այլև անտիֆեյքը, այլև իմնեմնիմին որպես տեղեկատվական հարթակ, ազատ խոսքի արտահայտման միջոց, տեղեկատվական հարթակ։ Այսքանը։ Ինչպես է գնահատում այն, որ բազմաթիվ ուղերձներ, նամակներ, հաղորդիչ եւ միջազգային կառույցների եւ քաղաքական իրավապաշտպանական կառույցների նկատի ունեմ եւ ըստ էության որևէ արձագանք չկա։ Չէ, արձագանք եղավ, մենք արձագանքների մասին խոսեցինք, եթե խոսքը վերաբերում է ավելի լայն արձագանքին, ապա երկու բան ասեմ։ Առաջինը այդքան արագ չի լինում արձագանքները, անցյալ անգամ էլ մենք հիշում ենք, որ 2 ամիս հետո, 3 ամիս հետո հիմնական արձագանքները ավելի ուշ էին, սկզբնական փուլում չէ։ Եվ նախ արձագանքներ վստահ ենք, որ լինելու են, որտեղ սա նաև շատ ներողություն անարգանքի այն կառույցների նկատմամբ, այդ հեղինակավոր կառույցների նկատմամբ, որ ասում են, որ ժողովուրդ այն ինչի մեջ դուք մեղադրում եք այս մարդկանց, դա հանցագործություն լինել չի կարող, վերջակետ։ Եվ հիմա նորից նույն բանի մեջ են մեղադրում, այն էլ այն պայմաններում, երբ որ տղաները մի քայլ առաջ են գնացել, այսպես ասենք, իրավական հիգիենայի առումով այդ արտահայտությունը օգտագործեմ, օրինակ սկզբնական հատվածում այդ disclaimer-ներ գնում, օրինակ նրանք խորհրդակցում են իրենց ընկերների, իրենց քավորների եւ փաստաբանների հետ եւ որպեսզի ինչ որ ձևակերպումներ, ինչ որ եւ այլն հնարավորինս այդ հիգիենան, այսպես ասենք, ավելի շատ պահվեր։ Բայց այդ պայմանները դա անարգանք չի, նույն Freedom House-ի նկատմամբ, նույն Amnesty International-ի նկատմամբ, բա ինչա որ անարգանք չի։ Ես վստահ եմ, որ լինելու արձագանք եւ կարծում եմ ավելի խիստ է լինելու արձագանքը։ Բայց այս իշխանությունները կարծում եմ հաշվարկային էր, որ դե մենք եվրոպացիների հետ այդ հիբրիդային չեմ անում, ինչ ես լավ չեմ պատկերացնում, այդ հիբրիդային թեմաներով լեզու են գտել, ուրեմն աշները կփակեն։ Կարծում եմ նրանք սխալվում են այս հարցում։ Իշխանությունները սխալվում են, վստահ ենք, որ արձագանք արդեն կա եւ լինելու է։ Իրավական առումով, որպես իրավունքի մասնագետը բացատրել, 1000 ներողություն ցիտում եմ Փաշինյանին։ Կշինենք ընդդիմությանը եւ հեսա բոլորի դրսից կբռնենք եսիմը կգցենք, պատվալներ ազգային պատվալներ եւ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը։ Սրանք երկրիկ բարի հետ ասած մի հորիզոնի վրա կարող են լինել եւ իրանք ավելի գեր դոզավորած չեն, որպես հայերան, որպես խուլիգանություն։ Չգիտեմ, ինձ թվում է դա Մաշտոցյան, Ոսկեղենի, Հայերենի ձևակերպումներ դուք նոր ասացիք, ի՞նչ եք ուզում։ Որ հետույք չի ասել այդ մարդին։ Ես չգիտեմ, ի՞նչ եք այդ մարդուն մեղադրում։ Տեսեք, անդրադառնալով միջազգային կառույցներին, իսկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ինչ որ համարժեք կառույց։ Որտեղից։ Դե կա այլ համենայն այդպիսի կառույց։ Ուրիշ։ Չէ, այս հարցին լուրջ պատասխանելը դժվար է, էլի, որովհետև մենք անկեղծորեն ես մեկ-մեկ մոռանում եմ, որ այդպիսի կառույց կա։ Ամենայն անկեղծությամբ, էլի, ինչ որ բան է լինում, ասում եմ, ինչ որ մեկի հիշեցնում է, ինչ որ աղոտ հիշում է, ոնց որ թե տենց մի բան կար, էլի։ Հայաստանի Հանրապետությունում խոսել մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ գործունեության մասին նման հարցերով, դա ուղղակի նշանակում է չպատկերացնել ինչ վիճակի է Հայաստանում եւ ինչով է զբաղվում մարդու իրավունքների պաշտպանը։ Նա կարող է արդյունավետ է զբաղվում, կներեք այս ձևակերպում օգտագործեմ, անշար գործերով եւ ռեժիմի ներկայացուցիչներին պաշտպանելու, ինչ որ փաստաբաններին քննադատելու հարցում, այդտեղ հա նա այդպես ինչ որ հայտարարություններ է անում եւ այլն,
բայց այս մասով հանուն արդարության ասենք մի երկու անգամ զարմացրել է որոշ դեպքերում, չգիտեմ, բայց դա լինում է հազվադեպ եւ կարծում եմ բացառություն է։ Այս դեպքով եւս որևէ արձագանք չկա եւ արձագանքը պետք է լիներ 5 րոպե հետո, դեռ այն ժամանակ, երբ որ ես լայվում էի եւ իմ առջեւ դուրը չէին բացում։ Դեռ այդ ժամանակ պետք է լիներ, այդքան արագ պետք է լիներ, որտեղ սա ուղղակի խայտարակություն էր։ Արձագանք չենք ակնկալում, չենք էլ փորձում արձագանք ստանալ, դա իր մարդու իրավունքների պաշտպանի պատվի հարցն է այս հարցով արձագանքելը, մենք չենք էլ դիմել ենք, չենք դիմել, չենք էլ պատրաստ դիմել։ Իր խնդիրն է։ Ուզարկության չէին թողնում, բայց միևնույնն է, ուրիշ դեպքերում կդիմեին կարող թեժգից արագ արձագանքում, այս դեպքում ընդհանրապես ոչինչ չեն կարել, ուղղակի պես սպասել են, որ ուզարկությունը ավարտվի։